եթե իշխող ԽՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, որտեղից այսպես կոնկրետ ժամկետներով պատերազմի մասին տեղեկությունը, ինչ տվյալների հիման վրա եւ արդյոք այստեղ շանտաժի էլեմենտ չկա։ Ես կարծում եմ ժամկետը այն է սեպտեմբեր ամիսը վարչապետը պայմանական ասել, նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց։ Իսկ որ այդպիսի հեռանկար կարա լինի, միանշանակ է։ Րոպեներ առաջ այս հանձնաժողովում նստած խոսում էինք այդ թվում այն ընդդիմադիր պատգամավորների հետ, ում գաղափարախոսությունը այն է եւ մնացած նաեւ խորհրդանում չգտնվող առանձին ընդդիմադիր շրջանակներ, ում գաղափարախոսությունը այն է, որ գրեթե բոլոր հարևան երկրների հետ տարածքային խնդիրներ կան, տարածքային պահանջներ ու հավակնություններ ունենք, բառացի մեջ բերում եմ ուղղակի այդ մտքի կրող մի քաղաքացու խոսքը, այս Հայաստանը մեզ պետք չի, հա, այդ քարտեզը գետինը գցելը, ներողություն խոսում եմ, էլի, եւ ակնհայտ է, որ այս մտայնությամբ մարդիկ եթե իշխանության գան, անմիջապես խնդիր առաջանալու հարևանների հետ եւ հաշվի առնելով թե հիմա խնդիրները այս օրերում մեր սեփական փորձից գիտենք, բայց հիմա նաև շուրջ բոլորը նայելով ինչ մեթոդաբանությամբ են այդ խնդիրները երկրները փորձում լուծել, շատ մեծ հավանականությամբ Հայաստանը անմիջապես կկանգնի նոր պատերազմ։ Շանտաժը այստեղ որն է, նայեք, ասում են մենք առաջարկում ենք խաղաղություն։ Մենք խաղաղություն ենք եւ այո, նենց եղավ, որ ինքը եղավ վարչապետ։ Եվ այո, մենք ասում ենք մեզ պետքա խաղաղություն, մեր երկրին պետքա խաղաղություն, այլ պայմաններում ուղղակի հավատացեք մեր խորը համոզմամբ Հայաստանի Հանրապետության ոչ թե հաջողությունը, ոչ թե զարգացումը, այլ Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետություն գոյությունը ինքնին կհայտնվի մեծ կասկածի տակ։ Եվ այս մի առաջարկն է քաղաքացիներին, եւ կա զուգահեռ առաջարկը, չէ, մեզ այս Հայաստանը ընդհանրապես պետք չի, սա մենք թքած ունենք սրա վրա, մեզ պետքա չգիտեմ ինչ Հայաստան։ Այսի շանտաժ է դա, սա շանտաժ չի սովորական։ Դա Փաշինյանի ենթադրությունն է։ Հիմա ձեր օպերատորները ինձ խնդրում են շարունակաբար առաջ գալ։ Եթե ես առաջ գնամ, դուք կհայտնվեք հետևում։ Դուք չեք որոշում, որ այն մյուս կողմի ուժերը, պատերազմի ուժերը, գուցե նրանք որոշում են իրենց։ Շուրջան իրանք են ասում։ Բայց իրենք գաղափարների գուցե բանացիություններով են որոշում։ Պարոն Մեզան, լավ, ինչի մասին է խոսքը։ Դուք մեղադրում եք քաղաքալը, նայեք քաղաքական անճարակության դրսևորում ասա այն քաղաքական ուժերի կողմից, որոնք մեզ մեղադրում են նրանում, որ մենք ասում ենք մենք խաղաղության կուսակցությունն ենք եւ մյուսների ասած այնքան անհեռանկար է եւ վտանգավոր, որ հանգեցնելու է պատերազմի։ Հիմա այս այնքան ճիշտ է եւ անխոցելի, սրա հոգեբանական կողմն է, որ գալիս են մեզ ասում են լավ էլի այդ մի ասեք, որտեվ ընտրական պայքարում, մրցավազքում մենք կարող այդքան հաջողակ կլինենք։ Դե հենց հիմա դուք եք ասում այդ սա շո։ Լավ հարցը։ այո, դուք ինչ եք որոշել, որ օրինակ դուք խոսում եք Շահ Քոչարյանի, Ծառուկյանի, Սամվել Կարապետ, ինչ եք որոշել։ Դա մեր քաղաքական իրավունքն է։ Հարցը սպառված է։ Շանտաժ կա, շանտաժ կա, ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնում եմ, ոչ։ Ինչու ենք անում, լավ ենք անում, դա մեր քաղաքական առաջարկն է եւ տեղալ օրենք խառնում ենք։ Փաստեր չունենալով Չորս պատերազմ է բերել ձեր իշխանությունը այդ երկրի գլխին։ Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետևանք է եղել։ Շուրջան Եթե ուզում եք տենց բան անենք, լեզվակռիվ անենք, լավ, դա էլ կարանք անենք։ Եթե ուզում ենք լուրջ խոսակցություն ունենանք, որից մեր ժողովուրդը կարա շահի, ապա ամենամեծ եւ պարզունակ եւ բան միամիտ քայլը կլինի ասել, որ այս ինչը պատերազմա բերե, այն ինչը պատերազմա բերե։ Պատերազմը հետևանք էր, մեր օրոքը ուրիշ բան է, բայց որ ասում եք դուք եք բերել, սա լրիվ անհեթեթություն է։ Մեր օրոք է եղել, այո, եւ եղել է նրա հետևանքով, լավ գոնե հիմա ես կգնամ, այս եթերները կանջատվի, հարգելի գործընկերներ, գոնե Ասի գիտակից մարդիկ դուք ձեզ ամեն մեկը ինքը իրան գոնե խոստովանի, որ դա հետևանք է 30+ տարիներ սխալ քաղաքական այդ թվում ես սխալ քաղաքական ուրեմն մտքի շրջանակներում մնալու հետևանք է, չհասկանալու հետևանքա, որ պետքա այդ հարցը լուծվեր եւ այլ կերպ չէր կարող լուծվել եւ այլը եւ այլը։
լիքը բան կարելի է մեզ մեղադրանք ներկայացնել, որ մենք ենք բերել մեծ չափազանցություն։ Ադրբեջանում այդպիսի իրավիճակ է, պարոն Միրզոյան, որ նույնիսկ ձեր ասած խաղաղությունը հնարավոր չէ, որ իրագործվի։ Այս ինչ կանխատեսում։ Հիմա կարելի է արդյոք ձեր ասածը եզրակացնել, ձեր ասածից բխեցնել հետևյալը։ Դե քանի որ մենք տեսնում ենք, որ նույնիսկ խաղաղության ասողները խաղաղության մեջ չեն կարողանում մնալ, եկեք հենց մի քանից թևերներս կշտենք ու մտնենք պատերազմի մեջ։ Ինչքան հնարավոր է պետք է պահել մեր խաղաղությունը, լսում եմ ձեզ։ Պարոն նախարար, ձեր քաղաքական օրենքներից մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաճախ է հայտարարում, որ Արցախցիների վերադարձի իրավունքին հետամուտ են լինելու։ Ես խնդրում եմ, որպես նախարար ասեք, աշխարհում կա մեկ ժողովուրդ, ազգ կամ հանրույթ, որ օգտվել է վերադարձի իրավունքից եւ վերադարձի իրավունք ասածը ինչ կարգավիճակ է ենթադրում վերադարձողների համար։ Ճիշտ ասած, հիմա դուք տալիս եք հարց, որը ես եմ սովորաբար երբ որ առիթ ալնում, այդ թվում խորհրդանում եւ հանձնաժողովի աշխատանքների ֆորմատով, երբ որ ասում են վերադարձի իրավունք, ասում եմ մի հատ խնդրում եմ, ինձ կասեք դետալիզացված, այդ վերադարձը ոնց է իրականացվելու, ինչ պայմաններով։ Ենթադրենք, ընդեղ դռները բացում են, ասում են եկեք, ստեղ էլ են մարդիկ, ովքեր ուզում են գնան, գնում են։ Խնդրում եմ ինձ նկարագրեք պայմանների, եթե չասեմ ամբողջությունը, գոնե մասնակիորեն։ Արդյոք դա նշանակում է գնում եք եւ լինում եք անկախ պետություն, թե լինում եք Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի անձնագրով գնում եք դպրոց, որտեղ հայերեն չկա, թե հայերենը հերիք է, թե օրինակ ոստիկանությունում այդ որոշակի տարածքում անպայման պիտի լինեն հայազգի ոստիկաններ, թե ադրբեջանցի ոստիկանը նորմալ է, դատարանը, եւ այս կարգի տասնյակներով հարցեր, որովհետեւ այդ հարցի պատասխանից շատ մեծ բան է կախված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ կարող են տեսնել այդ մարդկանց անկեղծությունը։ Եվ անցյալի մասով, երբ որ իրանք մաքսիմալն էին պահանջում, եւ երբ որ մենք ասում էինք նշաձողը որ իջացնենք լուծումներ կգտնվեն, մեզ դատապետում էին այդ ազգային բաներին դավաճանելու համար։ Հիմա տեսնենք կարող է պարզվի այդ մարդկանց նշաձողը տասնյակ անգամներով ավելի ցածր այն նշաձողից, որի մասին մենք էինք այդ օրերին խոսում։ Ես վախենամ հենց տենց էլ պարզվի, դրա համար այդ մարդիկ որևէ կերպ չեն կոնկրետացնում բան վերադարձ ասելով ինչ նկատի ունեն։ Խնդրում եմ ինձ ինչքան ուզում եք հարց տվեք, բայց այդ մարդկանց տեսնելուց մի հատ իմ կողմից հարց տվեք, ասեք Արարատ Միրզոյանը ձեզ հարց է տալիս։ Ինչպես եք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի Իսկ վերադարձի իրավունքից օգտված ժողովուրդը արձանագրենք, ոնց որ իրանք էլ են ընդունում, որ դա իրանք։ Իսկ դե գիտեք, այդպես հիմա ճիշտ ասած դες չեմ նայել, հիմա հնդածս փորձում եմ հարցը տվեցիք, հիշեմ պատմության լայն ժամանակագրությամբ եւ աշխատանքությամբ, այս պահին մտքից չի բան գալիս, բայց չեմ բացառում որ եղածների եւ դա կարեւոր էլ չի, կարող է պարզվի ընդհանրապես չի եղել, կարող է պարզվի 3 դեպք եղել է, հասկանում եք, բայց ես ասում եմ այսօր այդ հարցը որ մարդիկ ձեզ բարբոր բարձրացնում են, այդ մարդիկ, որ 30 տարի մի ամբողջ ժողովրդի Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղում մի ամբողջ ժողովրդի քթից բռնած տարել են, արունակամ են, արունակ հստակ իմանալով որ իրանց ուզած լուծումը իրատեսական չի, մարդիկ են մոլորության մեջ են եղել, այդ թվում ես նորից չեմ ուզում ամեն անգամ ուզում եմ իմ մեղքը շեշտեմ, որ հանկարծ չմտածեք ես դիստանցավորում եմ դրանից։ Խաբել են, հիմա էլ են ուզում այդ նույն նարատիվներով խաբել մարդկանց։ Այս համատեքստում եւս մի հարց կա նախարար ձեր թույլտվությամբ։ Հիմա եկեք, շատ լավ։ Հարցը լեգիտիմ է, առաջարկում եմ եկեք հստակեցնենք։ Ինձ եւ մեզ ուղված մեղադրանքը ինչու՞մն է, որ ժամանակին չենք գնացել շատ ցավոտ կորուստների, սա մի իրավիճակ է, մի պատասխան է ընդհանուր, թե չենք կռվել, թե կռվել ենք, զոհերը տվել ենք, թե պետք է չտայինք հանձնելով, թե որտեվ այս մեղադրանքների մեջ իրար մեջ մեծ հակասություն կա։ Եթե երկու տարբեր մարդ ամեն մեկը իմ այդ մեղադրանքներից մեկը ուղի, մեկը ասի դուք հիմար էիք եւ չգնացիք լուծումների, ջանդամ թե ժողովուրդը դա չէր պաշտպանում, չտվեցիք հողերը, սա մի մարդ ասի, եւ այն մյուս մարդը ասի, որ դուք պետքա կռվեիք մինչև վերջ, շատ եւ հիմա էլ կռվեք եւ չգիտեմ, կապ չունի, տարբերություն չկա, Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղ անջատ չկա եւ այլն, այսպես բաներ ասեն։ Այս հլելի հնարավոր է համակերպել այս իրականության հետ առանձին մեղադրանքները փորձել հասցեագրել, բայց երբ որ դրանք նույն մարդիկ են ասում, հիմա ինձ հետաքրիր է էլի, ես ինչու եմ մեղավոր, որ հողերը տվել եմ, թե չեմ տվել, որ զոհեր եղել են, թե չեն եղել, այս որ իրանք բան անեն, գան եզրակացության
Տարբեր է, մենք քանի անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ մենք բավարար իմաստություն չենք ունեցել հասկանալու, որ պետք է գնալ շատ շտապ եւ շատ մեծ դիճումների, որպեսզի կանխենք այս արյունահեղությունը։ Բայց դա էլ հարց է, եթե մենք ունենայինք բավարար այդ իմաստությունը եւ համարձակությունը, դա ինչքանով ընդունելի կլիներ Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար, ես էլ առանձին ուսումնասիրության նույնիսկ թեմա է լսում ձեզ։ Հիմա զոհերը չլինեին, բայց հողերը տանք, դուք խնդրում եմ, նայեք, ես մի խնդրանք ունեմ ձեզ, որպես նաև տարիներ շարունակ իրար ճանաչող մարդ, դուք իրավունք ունեք այդ մեղադրանքները ինձ հնչեցնել, նաև լրագրող եք, հարց եք տալի, կարող եմ ես ձեզ նույն հարցը տալ հիմա, դուք ոնց եք կարծում, 2020 թվականի հունվարի 1-ին, պետք էր գնալ, ասել, ես հողերը տալիս եմ, Ղարաբաղի անկախությունից հրաժարվում եմ եւ դրանով գնում ենք լուծման եւ պատերազմ չլինի, թե պետք էր գնալ պատերազմի եւ գրվել։ Խնդրում եմ ձեր անձնական դիրքորոշումը ասեք, ես հասկանամ։ Okay, ինչ կանեիք։ Կանեինք, որ զոհեր չլինեն։ Այսինքն կտայիք հողերը եւ Լեռնային Ղարաբաղի անկախություն կոչվածից կհրաժարվեք։ Բայց ամեն ինչ արժե։ Ես ձեզ որևէ բանում չեմ, ներողություն։ Եկեք ճիշտ հասկանանք իրար, ես ձեզ բանում որևէ բանում չեմ մեղադրում, ուղղակի ինձ որպես անհատ հետաքրքիր ձեր որպես անհատի դիրքորոշումը, շնորհակալ եմ, որ ասեցինք, վաղը մյուսօր պետք կգա։